Եվ ահա նույն օրը աշակերտներից երկուսը գնում էին մի գյուղ, որի անունը Էմավուս էր, որը Երուսաղեմից հեռու էր մոտ 11 կիլոմետր։ Եվ նրանք միմյանց հետ խոսում էին կատարված բոլոր անցուդարձերի մասին, եւ մինչ նրանք խոսում էին ու վիճում, ինքը Հիսուս մոտեցավ ու գնում էր նրանց հետ։ Բայց նրանց աչքերը բռնված էին, որպեսզի նրան չճանաչեն, եւ նրանց ասաց. այդ ինչ բաներ են, որոնց համար քալելիս վիճում եք միմյանց հետ եւ տրտմած եք։ Նրանցից մեկը, որի անունը Կղեոֆպաս էր, ասաց նրան. Երուսաղեմում միայն դու ես, որ չես իմացել, թե ինչեր կատարվեցին այնտեղ այս օրերին։ Եվ նրանց ասաց. ինչ։ Եվ նրանք ասացին. Հիսուս Նազովրեցու մասին, որ եղավ մարգարե մարդ, հզոր գործերով եւ խոսքերով, Աստծո եւ ամբողջ ժողովրդի առջև, եւ թե ինչպես մեր քահանայապետերն ու իշխանավորները նրան մատնեցին մահվան դատաստանի եւ խաչը հանեցին նրան։ Մենք ակնկալում ենք, թե նա է, որ փրկելու է Իսրայելը, սակայն այս բոլորով հանդերձ այս երրորդ օրն է, որ այս բաները կատարվեցին։ Այլ նաև մեզ զարմացնին մեր միջից մի քանի կանայք, որոնք վաղ առավոտյան գերեզման էին գնացել եւ նրա մարմինը չէին գտել։ Նրանք եկան եւ ասացին, թե նաև մի տեսիլ են տեսել հրեշտակների, որոնք ասում էին նրա մասին, թե կենդանի է։ Ապա մեզանից ոմանք էլ գերեզման գնացին եւ գտան այնպես, ինչպես կանայք ասել էին, բայց նրան չտեսան։ Եվ նա ասաց նրանց. ով անմիտ եւ թուլաս սիրտ մարդիկ, որ դժվարանում եք հավատալ այն ամենին, որ ասացին մարգարեները, չէ՞ որ Հիսուս պետք է նույն այդ չարչարանքները կրեր եւ այնպես մտներ իր փառքի մեջ, եւ սկսած Մովսեսից ու բոլոր մարգարեներից մեկնում էր նրանց այն բոլորը, ինչ գրված էր իր մասին բոլոր գրքերում։ Երբ մոտեցան այն գյուղին, ուր գնում էին, Հիսուս պատճառ բռնեց, թե ինքը գնալու է ավելի հեռու տեղ։ Իսկ նրանք շատ ստիպեցին նրան եւ ասացին. մեզ մոտ գիշերիր, որովհետեւ երեկո է եւ օրը տարաժամել է։ Եվ նա ներս մտավ նրանց հետ այնտեղ գիշերելու, եւ երբ նա սեղան նստեց նրանց հետ, վերցնելով հացը, օրհնեց, կտրեց այն եւ տվեց նրանց, եւ նրանց աչքերը բացվեցին ու ճանաչեցին նրան։ Իսկ ինքը նրանց աչքին աներևույթ եղավ, եւ նրանք ասացին միմյանց. մեր սրտերն էլ միթե չէին ճմլվում մեր մեջ, մինչ նա ճանապարհին խոսում էր մեզ հետ, եւ ինչպես էր մեզ բացատրում գրքերը։ Ապա անմիջապես վեր կացան եւ Երուսաղեմ վերադարձան եւ հավաքված գտան 11-ին եւ նրանց հետ եղածներին, որոնք ասում էին, թե իսկապես հարյավ Տերն եւ երևաց Սիմոնին։ Իսկ երկուսը պատմեցին այն, ինչ պատահել էր ճանապարհին եւ թե ինչպես Հիսուս իրեն ճանաչել էր տվել նրանց հաց կտրելու ժամանակ։ Երկու հոգի, ասում է, ճամփորդում էին դեպի Էմավուս։ Դերևս Երուսաղեմից էին գնում դեպի Էմավուս։ Այսինքն ասել է, թե մարդը դուրս է եկել դրախտից եւ այս աշխարհի ճամփաներով քայլում էր։ Որովհետեւ Երուսաղեմը խաղաղության նավահանգիստն է, Երուսաղեմը երկնային Երուսաղեմի խորհուրդն է։ Մարդիկ իջել էին Երուսաղեմից եւ քայլում էին։ Եվ ինչ էին անում։ Ասում է իրենց հետ իրար մեջ խոսում էին Երուսաղեմում տեղի ունեցած դեպքերի մասին, վիճում էին իրար հետ եւ տխուր էին։ Այո, մարդը առանց Աստծո պիտի վիճի, պիտի տխրի, պիտի անհանգստանա։ Կայենն էլ նախանձեց, վիճեց եղբոր հետ, խփեց, սպանեց եղբորը, որտեղ հեռացել էին Աստծուց, հեռացել էին Երուսաղեմից, հեռացել էին դրախտից։ Բայց ասում է Հիսուս մոտեցավ եւ նրանց հետ քայլում էր։
Աստված երբեք մարդուն չի լքում։ Աստված միշտ մարդու հետ է, ուր էլ գնաս, ինչ էլ անես, ուրիշ բան է, որ մենք չենք գիտակցում այդ բանը, ուրիշ բան, որ մենք չենք տեսնում, չենք ճանաչում։ Հիսուս ասում է նրանց հետ քայլում էր, բայց նրանց աչքերը բռնված էին եւ չէին ճանաչում։ Եվ հարցրեց, ասեց, «Էդ ինչի մասին եք խոսում, էդ ինչեր եք պատմում, ինչ է կատարվել»։ Եվ հետաքրքիրն ինչ է, Կղիով Պասը Հիսուսին ասում է, մենակ դու չգիտես, ամբողջ Երուսաղեմը գիտի ինչ է կատարվել, միայն դու չգիտես, հա։ Մենք շատ հաճախ այդպես ենք մտածում, որ Աստված չգիտի մեր հետ ինչ է կատարվում, աշխարհի մեջ ինչ է կատարվում, մինչդեռ մենք չգիտենք իրականում, Աստված ամեն ինչ գիտի։ Աստված շատ ավելի լավ գիտի, ճիշտ գիտի, խորը գիտի, քան մենք գիտենք, բայց մենք հիմարաբար մտածում ենք, թե կամ ենթադրում ենք, որ Աստված չգիտի։ Ճիշտ այսպես Կղիով Պասն ասում է, մենակ դու չգիտես ինչ է կատարվել, սենց դեպքեր ա եղել։ Եվ պատմեց Հիսուսի մասին։ Պատմում է Հիսուսի մասին, Հիսուսին չիմանալով թե ում է պատմում, սխալ է պատմում։ Ինչ առումով է սխալ պատմում։ Ասում է, մենք կարծում ենք, թե ինքը հզոր մարգարե է, փրկիչ է, եկել է մեզ փրկելու, բայց ասում է վերցրեցին, խաչեցին։ Այսինքն մեր ակնկալիքը փրկչից, մեր ակնկալիքը Քրիստոսից, մեր ակնկալիքը Աստծուց, մեր մտածածի չափով է։ Մենք մտածում ենք, որ այսօր մեզ համար լավ լինի։ Մենք մտածում ենք, որ այսօր մեզ համար հանգիստ լինի, անդոր լինի։ Մինչդեռ Աստված այդպես չէր մտածում։ Աստված մտածում է, որ մենք փրկվենք, որ մենք փրկություն ունենանք, որ մենք երկնքի արքայության արժանանանք։ Քրիստոս սրա համար էր եկել, բայց մարդիկ ակնկալում են, թե եկել է ազատի իրանց երկիրը ռոմեական կայսրության լծից, ռոմեական կայսրության գերությունից։ Եկել է նորից Իսրայելի թագավորությունը վերականգնելու, մինչդեռ եկել էր հավիտենական թագավորը, երկրի արքայությունը շնորհելու մեզ բոլորիս, հավիտենական թագավոր լինելու համար էր եկել։ Եվ ասում է, երբ պատմեցին, Հիսուս սկսեց նրանց բացատրել։ Հիսուս սկսեց նրանց ուսուցանել։ Աստված մեզ կյանքի ընթացքում մեզ բացատրում է, ուսուցանում է, միայն մենք պիտի լսենք։ Միայն մենք պիտի լսենք։ Եվ այնքան իրենց հետաքրքրեց Քրիստոսի բացատրությունները եւ ուսուցումները, որ երբ Քրիստոս հասան այդ գյուղին, որ գնում էին, երբ Քրիստոս ասաց, որ պատճառ բռնեց, որ ինքը ավելի հեռու տեղ պիտի գնա, որպեսզի բաժանվեին, իրենք թույլ չտվեցին, չէ, ասեցին, դու պիտի գաս մեզ հետ այս գիշեր, մեզ, որովհետև քո խոսքերը, քո ուսուցումները մեզ շատ հետաքրքրեցին, որտեղ Քրիստոս բացատրում էր իրենց սուրբ գրքերը, բացատրում էր աստվածային խոսքը, եւ իրենք Հիսուսին տարան իրենց հետ, այն տունը, ուր պիտի գիշերեին, եւ ասում է, երբ հացի նստեցին, ինչ արեց, Հիսուսը սեղանից հացը վերցրեց, օրհնեց, կտրեց, բեկեց եւ տվեց նրանց։ Այսինքն ինչ է հացը վերցնելը, կտրելը եւ տալը, օրհնելը եւ կտրելը, պատարագի խորհուրդն է։ Հենց պատարագի խորհուրդը եղավ, իրենց աչքերը բացվեցին եւ իրանք տեսան, որ այս մարդը, ում հետ այսքան խոսել են, ինքը Տեր Հիսուս Քրիստոսն է, հարություն առած։ Այսինքն պատարագի խորհուրդն է մեզ ճանաչել տալիս հարության փրկչին։ Առանց պատարագի խորհրդի ոչ մի մարդ չի կարող ճանաչել հարության փրկչին, որտեղ փրկիչը պիտի գա մեր մեջ, ասում է, ես ձեր մեջ պիտի մտնեմ, իմ մարմինը եւ արյունը պիտի ընդունեք, որովհետեւ սա է ճշմարտության կերակուրը, սա է հավիտենական կյանքի կերակուրը, սա է փրկության դուռը, սա է երկնքի արքայության ճանապարհը։ Եվ պատարագի խորհուրդը հենց կատարվեց, իրենց աչքերը բացվեցին եւ ճանաչեցին հարության փրկչին։ Մի բան է լսել Քրիստոսի մասին, մի բան է իմանալ Քրիստոսի մասին, մի բան է նույնիսկ կարդալ Սուրբ Գիրքը եւ իմանալ այդ ամբողջ պատմությունը, ուրիշ բան է ճանաչել հարության փրկչին։ Եվ ես այստեղ հիշեցի մի պատմություն, որ կարդացել եմ
Անտոնի Սորոսկու մասին, ռուսական եկեղեցու մետրոպոլիտ Անգլիայի, որ շատ հայտնի հոգևորական էր մեր ժամանակների, եւ ինչ է ասում, ասում է, երբ ես 14 տարեկան հասակում առաջին անգամ բացեցի ավետարանը եւ կարդացի Քրիստոսի հարության մասին, ես այն զգացում ունեի, որ այդ ում մասին կարդում եմ, հենց հիմա կենթանի իմ առջև կանգնած է իմ սեղանի առջև, որ ես կարդում էի, այսինքն տեսավ հարության Քրիստոսին, բայց ինքը ուրիշ միտում է վեր կարդում ավետարանը, ասում է ես բացել էի ավետարանը, որպեսզի կարդայի, որ տեսնեի, եթե այնտեղ հեզություն, խոնարհություն, ինչ որ այտենց տկար թույլ կյանք է նկարագրած, ես մեկ անգամ ընդմիշտ մերժեի քրիստոնեությունը, որտեվ քարոզում էին, որ Քրիստոսը խոնար է, հեզ է, մեզ էլ հեզություն, խոնարհություն է սովորեցնում, ես մտածում էի, ոնց պիտի մենք մեր հայրենիքը ազատագրենք, հա, երբ որ այսպիսի որակներ պիտի ունենանք, բայց ասում է, հենց ես կարդացի, ասում է, տեսա հարության Փրկչին, եւ որը փոխեց իր կյանքը, եւ այդ օրվանից դարձի եկավ, դարձավ, այսինքն մկրտված քրիստոնյա էր, բայց չէր ճանաչում հարության Փրկչին, այդ պահին ասում է ճանաչեցի հարության Փրկչին, շատ կարևոր է, եւ այս Էմավոսի ճամփորդներն էլ հենց հացը բեկեց, ճանաչեցին, Քրիստոս աներևույթ եղավ, բայց իրենք ինչ արեցին, շատ կարևոր մի բան արեցին, ասում է գիշեր էր, երբ հասան տեղ, արդեն երեկո էր, մթնել էր, երբ հասան տեղ, պիտի գիշերեին այնտեղ, չգիշերեցին, վեր կացան հետ եկան Երուսաղեմ, որտեվ եթե ճանաչեցիր, պիտի փոխես, դու պիտի դառնաս դեպի Երուսաղեմ, դու պիտի դառնաս Երուսաղեմի ճամփորդ, ասել է թե երկնքի արքայության ճամփորդ պիտի դառնաս եւ այդ պիտի լինի քո այլևս աշխարհի ճանապարհներով աշխարհի վայրեր պիտի չգնաս այլ քո միտումդ պիտի լինի դեպի երկնքի արքայություն սրա համար հարություն առավ Տերը եւ եկան Երուսաղեմում հանդիպեցին նրանց որոնք արդեն գիտեին Տիրոջ հարության մասին եւ իրար հետ խոսում էին թե Քրիստոս իսկապես հարություն առավ Դա Աստված, որ մենք էլ իրականում իսկապես ճանաչենք հարության Փրկչին եւ այդ ճանաչումը պիտի լինի մեր կյանքերի ընթացքը միայն դեպի Երուսաղեմ ուղղելը, այլ ուրիշ ճանապարհներով պիտի չքայլենք։ Քրիստոս հարյավ իմերելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։